Սա Հայաստանի Հանրապետության թշնամիների պահանջն է, որը փորձում է Նիկոլ Փաշինյանը իրականացնել։ Գիտեք, ամեն ինչ այնքան պարզ է։ Պարզ պետք է հասկանանք, հայ առաքելական Սուրբ եկեղեցին այսօր ինչի է հալածվում։ Այն պատճառը, որ մեր հայ ժողովրդի ինքնության հիմնական հենասյունն է, այն պատճառը, որ Արցախի հարցով խոսել է միջազգային տարբեր ատյաններում, բարձրաձայնել է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը եւ չի ենթարկվում այսօրվա այս չարիքի իշխանությանը։ Այս հանգամանքից ելնելով իրենք արշավ են սկսել հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, որը աջակցություն չունի եւ այսօրվա մեր հայրենակիցների այս մասնակցությունը եւս դա ապացուցում։ Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ տեղի է ունենում դենացիոնալիզացիայի ծրագիր։ Պայքար հայկական ինքնության, հայկական մշակութային ժառանգության, մեր հավատքի, մեր եկեղեցու դեմ։ Այս մարդկանց միակ նպատակը մեր ազգային 1700-ամյա ինստիտուտը վարկաբեկելը, թուլացնելը, նրա դերակատարությունը իջեցնելը եւ այս խամաճիկ թրքապատակ իշխանությանը ծառայեցնելը։ Այս է սրանց ամբողջ նպատակը։ Մենք այդ սադրանքներին չենք տրվելու, այդ բաներին չենք անելու, ցույց ենք տալու, որ հայոց հայրապետի ու եկեղեցու կողքին ենք ու ամուր կանգնած ենք եկեղեցու կողքին եւ տեղիք չենք տալու այս սադրանքներին։ Պարոն Սաղաթելյան, 2018-ին էին այսպիսի ակցիաներ իրականացվում, գրոհ եղավ եւ տեսանք, որ հաջողությամբ չփսակվեցին այդ ակցիաները։ Ինչ դասեր չքաղեցին իշխանությունները, որ նորից օրակարգ բերեցին այս նույն հարցերը։ Առաջին օրվանից պայքարել են եկեղեցու դեմ, հիմա փորձում են այդ հրեշավոր ծրագիրը հասցնել ավարտին, բայց վստահեցնում եմ ձեզ, որ չեն կարողանալու։ Էջմիածնի վրա հայկական Սուրբ առաքելական եկեղեցու վրա, նույնիսկ սելջուկ թուրքերը տարբեր արշավանքներ այդ խնդիրը չեն կարողացել լուծել եւ այս ԿՊ-ական արշավանքը եւս ձախողվելու։